Իրավապահների հետ ուրբաթ ամբողջ օրը գրասենյակից տուն, տնից գրասենյակ, առանց միջադեպերի շրջած Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանին քննչական կոմիտե են մտցրել դարի հանցագործի պես, ապշում են կուսակիցները։ Այն դեպքում, երբ Թևանյանն իր ոտքով է գնացել կոմիտե, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել։ Ահագին ժամ անց մոտենում են այդ դիմակավորված կարմիր բերետավորները, որը ամբողջ օրը փաստորեն նաև մասնակցում էին գրասենյակի եւ Թևանյանի տան խուզարկությանը ու իրեն շատ կոպիտ ու բռնի ձևով էին դրսևորում։ Այդ նույն ձևով մոտեցան ու սկսեցին այսպես հրելով, բրբրթելով կանդալները գցեք, ոնց որ դարի հանցագործին էին իրենք հայտնաբերել։ Ու սա այն դեպքում, երբ մեր երկրում մանկասպաններին, մանկապիղծներին ամենաքաղաքակիրթ թավշյա մեթոդներով են բաժիններ տանում։ Դավաճանի պիտակը Նիկոլ Փաշինյանը փորձում է դաջել իր քաղաքական հակառակորդների ճակատին, նկատում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Հասկացել է Փաշինյանը, որ վերջին շրջանում բարձրացել է ընդդիմության, այդ թվում Բարգավաճ Հայաստանի վարկանիշը, իսկ իրեն է շեշտակի ընկել։ Հասարակության 25%-ը գնահատում է որպես Թուրքիայի ուղղակի գործակալ։ Որ տվյալներն եք դուք մեջ բերում։ Տարբեր սոցիոլոգիական տվյալներ կան, որ 25% այդպես է մտածում։ 40-45%-ը իմպերատիվ պահանջում է իր հեռացումը իշխանությունից եւ մոտ 60-65%-ը պատրաստ է դեմ քվեարկել։ Հասկանալի պատճառներով ինքը վախերի մեջ է ապրում, իսկ դաջված է իր ճակատին արդեն դա պետական դավաճանի բանը, ինքը փորձում է պետական դավաճանը այսպես դաջել իր հակառակորդների վրա։ Լրտեսության եւ պետական դավաճանության հոդվածներով մեղադրվող Անդրանիկ Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը ապշում է։ Դատարանում մեղադրող կողմը անհասկանալի ոչ հիմնավորված հայտարարություններ է անում։ Մեղադրում եք այս մարդուն, որ պետական գաղտնիքա փող անցել։ Ասում եմ, ինչ որ գրած է, ասում եմ, կարդում եմ, գրած է, որ այլ տեղեկատվություն, այս ինչ որ գրել եք, ստեղից կարանք իմանանք, որ նա պետական գաղտնիք, ասում եմ, պետական գաղտնիք չենք պնդում։ Այս վարույթը հարուցված է քաղաքական նպատակներով, այլ հիմնավորում չկա։ Կասկած չունի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ Եթե ենթադրյալ դեպքը 2024-ին է եղել, ինչու Հայաստանի իշխանությունն այն ժամանակ վարույթ չի նախաձեռնել։ Քաղաքական վարույթի նախաձեռնումը ոչ միայն ավարտվում է սոսկ մեղադրյալի կերպարով ներկայացնելու Թևանյանին, այլ նաև ստեղծում է վախի մթնոլորտ, ինչը բավարար հիմք է արդեն իսկ տվյալ ընտրությունները չեղարկելու համար, որովհետև այս գործընթացները ուղղակիորեն ազդում են մարդկանց ազատ կամքի արտահայտման վրա։ Շատ լուրջ փորձություններ են մեզ սպասվում, ցավով ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածուին ռուսական ընկերության համար լրտեսության եւ պետական դավաճանության հոդվածներով մեղադրելով Փաշինյանը փաստացի լրտես պետություն է համարում դաշնակից Ռուսաստանը։ Ինչ է նշանակում այս գործը։ Այս գործը նշանակում է, որ Հայաստանի իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է, որ Ռուսաստանը լրտեսական գործունեություն է իրականացնում Հայաստանի նկատմամբ, այսինքն թշնամական երկիր է։ Ստեփան Դանիելյանը չի բացառում, որ նախընտրական վերջին օրերին քաղաքական աննախադեպ շոուներ կազմակերպի Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությանը պառակտելու, հնարավորինս թուլացնելու նպատակով։ Գահանե Մովսիսյան, Առաքել Օհանյան, Հայլուր։